Առողջ սնվելը շատ կարևոր է, բայց առողջ սնվելու զուգահեռ նաև պետք է համադամ եւ համեղ ուտելիքներ ուտել, որովհետեւ դա փոխում է մարդու տրամադրությունը։ Դու սիրում ես համեղ ուտելիքներ։ Այո, շատ չէ, բայց հատկապես առեսներին սիրում եմ համեղ լինի, գեղեցիկ լինի, շատ կարևոր է։ Այո, համեղը եւ գեղեցիկը սովորաբար մեզ մատուցում են իրար հետ միասին խոհարարները եւ այսօր մենք ունենք շատ յուրահատուկ հյուր, քանի որ մենք գտնվում ենք մեր գործընկեր Dream Park-ում, մեր հյուրը այսօր շեֆ խոհարար Ռուբեն Եղիազարյանն է, ողջույն Ռուբեն։ Ողջույն ձեզ։ Բարի լույս։ Ձեր օրը սկսվել։ Ուրախ եմ ձեզ տեսնել մեզ մոտ։ Շնորհակալություն ձեր այցի համար։ Մենք էլ շնորհակալ ենք մեր ժամանակավոր տաղավարում հյուրընկալվելու համար։ Համեցեք։ Մեր օրը առհասարակ խոհարարի օրը շատ sense ասած միշտ լավ է սկսվում։ Մենք մեր նպատակներից մեկը հենց այդ է, որ մեր օրը լավ սկսենք, որ մեր հյուրերը միշտ գոհ լինեն։ Մեր ուտելիքները գեղեցիկ եւ համեղ լինեն։ Ռուբեն, սովորաբար խոհարարները իհարկե շեշտը դնում են իրենց բաղադրատոմսերի վրա, բայց կուզեմ հասկանալ հատկապես նախ Dream Park-ում ինչ յուրահատուկ ուտեստներ կա, որոնք ձեր նախաձեռնությամբ են, ներմուծվել, զետեղվել այստեղի մենյու եւ ընդհանրապես որպես խոհարար, ձեր կարծիքով համը եւ գեղեցկությունը համադրելը հեշտ է։ Իհարկե, համը եւ գեղեցկությունը համադրել հեշտ է այն մարդկանց համար, ովքեր այդ գործը անում են սիրով։ Դա առաջին նախապայմաններից է։ Իսկ Dream Park-ի մենյուի ճաշացանկի հետ կապված ընդհանուր ինքը խիտ ճաշացանկ է ու ունենք այն գեղեցիկ ու համով ուտեստները, որոնք որ շատ-շատերին են հայտնի, իսկ նրանց մեջ մեծ տեղ է գտել մեր լորվա մենյուն։ Լորվա ճաշացանկը, որը մենք որի համար գալիս են այստեղ եւ մենք ենք եկել այսօր։ Շատ լավ։ Որը որ մենք արդեն պատրաստում ենք եւ մեր հյուրերը կրկնակի ուրախացնում են մեզ։ Այսինքն կրկնակին որն է, որ երկրորդ, երրորդ այցելությունով հենց նույն ուտեստներն են պատվիրում, ինչը որ լորվան է վերաբերում։ Մի քանի ուտեստի անուն, եթե կարելի է, որը շատ հաճախ են գալիս եւ պատվիրում։ Տեսեք, անունները կարան լինեն, որ ժողովրդին հայտնի չլինեն, բայց իր բաղադրությունը շատ, սենց ասած, սիրված եւ հայտնի է։ Ունենք Ստեփանավանի ամիջ։ Ինքը հին մեր տարածաշրջանի, մեր Ստեփանավանի ուտեստներից է եղել։ Իրան շատ-շատերը մոռացել էին, բայց հիմա մենք նորով ենք մատուցում, նոր ձևով, նոր տեխնոլոգիայով, ինգրեդիենտները նույնն են մնացել։ Այսինքն ունենք օձունի խոխոպ, որը որ նապաստակի մսով է պատրաստվում, տենց մեր էլի հին ուտեստներից է լորվա, ունենք հարիսա, բայց լորվա տարբերակով ու մեր Վալտեր Պապի հարիսա ենք դրել անունը, հենց որը որ տեխնոլոգիան նույնն է, որը որ Վալտեր Պապն էր պատրաստում, ոչ թե հավի մսով, այլ աքաղաղի մսով։ Բաղադրիչները տարբերվում են այդքանով։ Ռուբեն, երբ մեր հյուրը խոհարար է լինում, հատկապես արական սեռի, ես միշտ այս հարցը սիրում եմ տալ, թե սերը խոհանոցի նկատմամբ որտեղից է ծնվում։ Մի փոքր եթե աղջիկների կանանց պարագայում դա տրամաբանական է, միշտ մայրիկի, չէ, ինչպես ասում են, փեշի տակ, տեսնում ենք, սովորում ենք տղաների պարագայում որտեղից է ուտելու նկատմամբ է սերը լինում շատ, որ տանում է դեպի խոհանոց։ Որտեղից։ Ես սովորաբար տղամարդ խոհարարներին միշտ գնահատում եմ որպես ավելի լավ ձեռք ունեցող, այո։ Կա տենց կարծրատիպ մեր մեջ, բայց չեմ առարկի, հա, կա որոշակի կարծիք, որ տղամարդկանց մոտ լավ է պատրաստում, բայց նույնը հակառակը կարող եմ վստահ ասել, որ մեր հայ կանանց մոտ էլ է շատ լավ արտահայտվում համային ու ինչպես չէ, տեսքի առումով շատ գեղեցիկ իմպրովիզներ անում։ Դա սերով պայմանավորված չէ իրականում։ Տարանջատումը ժողովուրդն է մցրել։ Մասնագիտության ընտրությունն է հետաքրքիր այս։ Մասնագիտության ընտրությունը ընտանեկան, սենց ասեմ, քանի որ մայրս էլ է խոհարար ու արդեն 25 եւ ավելի տարիներ փորձ ունի, ես էլ որոշեցի, որ գամ եւ աշխատեմ նույն ոլորտում։ Ի սկզբանե ուտելը սիրել եմ, լավ մամայի պատրաստածը սիրել ենք ու այդ նույն նպատակը, որ ինչի՞ չէ, եթե մեր մոտ չի ստացվում, ինչը չի ստացվում, հենց դա է մոտիվացիա դարել, որ ավելի լավ պատրաստել, ավելի գեղեցիկ ու ինչու՞ չէ, որ նոր ուտեստներ։
Ռուբեն, ասում են, չէ, սիրով պատրաստվածն է լինում համեղ։ Հետաքրքիր է այդ տրամադրությունը, ջերմությունը, տվյալ օրվա, հա, այդ եփելու ընթացքում այդ զգացողությունները, էմոցիաները իսկապես փոխանցվում են ուտեստին, համային հատկությունները փոխվում են դրանից։ Իհարկե, մեծ դեր ու կարևորություն ենք տալիս հենց դրան, որ խոհարարների ընդհանուր ռեստորանի աշխատակիցների տրամադրությունը բարձր պահենք։ Դա գալիս է յուրաքանչյուրիցս ու մեր նպատակներից մեկը հենց դա է, որ այնպես մթնոլորտ չլինի, որ ինչ-որ մեկի տրամադրությունը ցածր լինի։ Դա միանշանակ ցանկացած հյուր նկատելու է։ Կարա սնունդի տեսանկյունից չնկատվի, մյուս տեսանկյունից, բայց նամանավանդ սնունդի հետ կապված մարդիկ ունենում են բարձր տրամադրություն, մենք դա սենց ասած ապահովում ենք։ Ռուբեն, սովորաբար դուք պատրաստում եք իհարկե Dream Park-ի հյուրերի համար համադամ ուտեստներ, հետաքրքիր ձևաչափով, իսկ տանը պատրաստում եք։ Իհարկե։ Ինչ եք սիրում տանը պատրաստել, որը նաև այստեղ կարող ենք համտեսել։ Տանը ստեղ ինչ պատրաստման նույնը կարող ենք տանը պատրաստենք, հիմնականում երեխաների հետ այն ինչը որ երեխաները սիրում են, սպագեցի, տարբեր տեսակի նորաձև ուտեստներ, ինչպես կասեմ։ Բայց տանը դուք եք պատրաստում, թե Ընդհանուր առմամբ ես չեմ պատրաստում, ես ավելի շատ ժամանակս հատկացնում եմ գործին, կինս է պատրաստում, բայց երբ որ ժամանակը թույլ է տալիս, ես աղջկաս հետ պատրաստում եմ մեր սիրելի ուտեստները։ Եվ Ռուբեն, խնդրում եմ ասեք Dream Park-ի խոհանոցի top 3 ամենահամեղ ուտեստները, որպեսզի մարդիկ եթե Ստեփանավանում լինեն եւ քաղցած լինեն, եւ այս եթերը տեսած լինեն, գան եւ փորձեն։ Գուցե նաև ամենապահանջված 3 ուտեստները։ Այո, այդպես է, չէ, կազմում փոքր։ Իսումա փոքր թիվ է այդ ցանկի մեջ գտնելու համար թե որոնք են, բայց կարող եմ թվարկել Dream Park աղցանը, որը որ մեր սենց ասած մտածած քանակը ինչ որ նախատեսված էր, նրանից ավելի է սիրվել, ել ավելի պահանջարկ ունի։ Ունենք նաև նոր ուտեստներ, որը որ հենց լորվա ուտեստներից են, որ արդեն սիրվել են եւ կա պահանջարկ, այսինքն հավանել են մեր հյուրերը, հենց Ստեփանավանի ամիջ, օձունի խոխոպ, ունենք նախքին որ, այսինքն ներկայիս մենյուի մեջ, որ կա գառը պնդուկով, գառը պնդուկի սոուսով, ինքը էլի հետաքրքիր ուտեստ է, իր սպանախով, գարնիրով։ Եվ Ռուբեն, բացի հայկական խոհանոցից այցելուներին ունեք նաև այլ առաջարկներ եվրոպական խոհանոցից։ Այո, իհարկե, անհնար է մեր ճաշացանկի մեջ չգտնել իր տեղը, թե իտալական, թե եվրոպական խոհանոցը սիրով պատրաստում ենք։ Ռուբեն, իսկ լինելով խոհարար, ձեր սիրելի ուտեստը ո՞րն է։ Դուք ինչ խորհուրդ կտաք, մեկ ուտեստ։ Բարդ հարց եք տալիս։ Կարծում եմ խոհարարներն այնքան համեղ հոտերի, գույների, ուտեստների մեջ են ամբողջ օրը, որ չեն էլ կենտրոնանում եւ մտածում ինչ են սիրում։ Իհարկե, սիրված ճաշատեսակ չկա, տենց որ ասեմ, ես կան հեղինակային ուտեստներ, որոնք որ սիրված են։ Այո, առաջարկում եմ այն ինչը որ ես եմ հորինել, ես եմ ստեղծագործել դրա շուրջ։ Շնորհակալություն հետաքրքիր եւ համեղ զրույցի համար, Ռուբեն, ես վստահ եմ, որ առաջիկա ժամերին մենք ինքներս կփորձենք անպայման մի հետաքրքիր բան եւ սիրելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեզ էլ տեղեկացնել, որ Ռուբենի ոսկե ձեռքերի, կարծում եմ, հա, հմտություններին կծանոթանաք նաև դուք, թեև էկրաններից այն կողմ, բայց դա գուցե ձեզ ուղղորդի դեպի Ստեփանավան եւ Dream Park։ Կունենանք էջեր այսուհետև մեր հաղորդման շրջանակում, որտեղ Ռուբեն Եղիազարյանը կպատրաստի համեղ ճաշատեսակներ։ Իսկ մենք կհանդիպենք քիչ անց։ Այո։